Երկրորդ օրինաց գիրքը լատիներեն Դյուտերոնոմիում Հնգամատյանի 5-րդ և վերջին գիրքն է։ Այն իրենից ներկայացնում է Մովսես մարգարեի հրաժեշտի պատգամները Իսրայելի ժողովրդին նախքան ավետյաց երկիր մուտք գործելը։ Ստորև ներկայացնում եմ գրքի մանրակրկիտ բացատրությունը բաժանված հիմնական փուլերի։ Ընդհանուր նկարագիր։ Գրքի անվանումը նշանակում է օրենքի կրկնություն։ Սա ոչ թե պարզապես օրենքների ցանկ է, այլ հոգևոր հորդոր, որտեղ Մովսեսը վերհիշում է Աստծո արած հրաշքները և կոչ անում նոր սերնդին հավատարիմ մնալ ուխտին։ Առաջին մաս։ Պատմական հետահայաց։ Առաջինից մինչև 4-րդ գլուխներ։ Այս հատվածում Մովսեսը հիշեցնում է ժողովրդին նրանց 40-ամյա թափառումների մասին։ Բովանդակություն։ Նա սկսում է Քորեբ լեռից մինչև Կադես Բարնեա ընկած ճանապարհի նկարագրությամբ, հիշեցնում է 12 լրտեսների պատմությունը և ժողովրդի վախկոտությունը, որի պատճառով նրանք դատապարտվեցին թափառելու անապատում։ Իմաստը։ Մովսեսը շեշտում է, որ հնազանդությունը բերում է հաղթանակ, իսկ անհնազանդությունը պարտություն։ Նա հորդորում է չմոռանալ Աստծո ներկայությունը։ Երկրորդ մաս։ Օրենքի հիմնական սկզբունքները 5-րդից մինչև 11-րդ գլուխներ։ Սա գրքի հոգևոր սիրտն է, որտեղ տրվում են հավատքի հիմնարար սկզբունքները։ 10-բանյա պատվիրաններ։ 5-րդ գլխում Մովսեսը կրկնում է 10 պատվիրանները։ Լսիր, Իսրայել, Շեմա։ 6-րդ գլխում զետեղված է կարևորագույն պատվիրանը։ Սիրել Աստծուն ամբողջ սրտով, հոգով և զորությամբ։ Զգուշացում կռապաշտությունից։ Մովսեսը պատվիրում է երկրի մեջ բնակվելիս չձուլվել հեթանոսների հետ և չմոռանալ Աստծուն բարօրության ժամանակ։ Երրորդ մաս։ Օրենսդրական մանրամասներ 12-ից մինչև 26-րդ գլուխներ։ Այստեղ ներկայացվում են կոնկրետ կանոններ, որոնք պետք է կիրառվեն ավետյաց երկրում։ Պաշտամունք։ Մեկ միասնական սրբավայրի հաստատում և զոհաբերությունների կարգը։ Դատական համակարգ։ Արդար դատաստանի և թագավորների ընտրության կանոնները 17-րդ գլուխ։ Սոցիալական արդարություն։ Հոգատարություն որբերի, այրիների և աղքատների հանդեպ, պարտքերի ներման և ստրուկների ազատման տարիների մասին կանոններ 4-րդ մաս։ Օրհնություններ և անեծքներ 27-րդից մինչև 30-րդ գլուխներ։ Մովսեսը ներկայացնում է ընտրության երկու ճանապարհ։ Ուխտի վերանորոգում։ Եթե ժողովուրդը հնազանդվի, կստանա օրհնություն իրենց աշխատանքի, զավակների և երկրի մեջ։ Անեծքներ։ Անհնազանդության դեպքում նրանք կկրեն պարտություն, հիվանդություններ և ի վերջո գերություն։ Կյանքի ընտրություն։ 30-րդ գլխում Մովսեսը կոչ է անում։ Ես ձեր առաջ դրեցի կյանքն ու մահը, ընտրիր կյանքը։ 5-րդ մաս։ Մովսեսի վերջին օրերը 31-ից մինչև 34-րդ գլուխներ։ Գրքի վերջաբանը պատմում է իշխանության փոխանցման և Մովսեսի մահվան մասին։ Հեսուի նշանակումը։ Մովսեսը Հեսուին նշանակում է որպես իր հաջորդ։ Մովսեսի երգը և օրհնությունը։ 32-րդ և 33-րդ գլուխներում Մովսեսը երգով փառաբանում է Աստծուն և օրհնում Իսրայելի 12 ցեղերին։ Վախճանը։ 34-րդ գլխում Մովսեսը Նաբավ լեռան գագաթից տեսնում է ավետյաց երկիրը և մահանում։ Աստված ինքն է թաղում նրան, և նրա գերեզմանի տեղը ոչ ոք չգիտի։ Ամփոփում։ Երկրորդ օրինաց գիրքը սովորեցնում է, որ Աստծո հետ հարաբերությունները հիմնված են սիրո և հավատարմության վրա։ Այն շեշտում է սրտի թլպատությունը, այսինքն ներքին փոփոխությունը, և ոչ թե միայն արտաքին ծեսերի կատարումը։ Երկրորդ օրինաց գրքի ամբողջական բացատրությունը։ Այս գիրքը բաղկացած է 34 գլուխներից, որոնք ամփոփում են Մովսեսի հրաժեշտի խոսքերը։ Առաջին մաս։ Պատմական հետահայաց։ Գլուխ 1-ից մինչև 4։ Գլուխ 1։ Մովսեսը վերհիշում է ճանապարհը Քորեբից մինչև Կադես Բարնեա։ Նա հիշեցնում է 12 լրտեսների պատմությունը և այն, որ ժողովրդի վախի պատճառով Աստված թույլ չտվեց այդ սերնդին մտնել ավետյաց երկիր։ Գլուխ 2։ Նկարագրվում է 38 տարվա թափառումների ավարտը անապատում և առաջին հաղթանակները Սեհոն թագավորի նկատմամբ։ Գլուխ 3։ Պատմվում է Բաշանի Օգ թագավորի պարտության մասին։ Մովսեսը վերհիշում է իր աղոթքը, երբ խնդրում էր Աստծուն թույլ տալ անցնել Հորդանանը, սակայն Աստված մերժեց նրան։
Գլուխ 4 Մովսեսը հորդորում է ժողովրդին պահել Աստուծո պատվիրանները և զգուշացնում է կռապաշտության վտանգից։ Երկրորդ մաս Օրենքի հիմնական սկզբունքները, գլուխ 5-ից մինչև 11։ Գլուխ 5 Մովսեսը կրկնում է 10 պատվիրանները, որոնք Աստված տվել էր Սինա լեռան վրա։ Գլուխ 6 Այստեղ է գտնվում ամենակարևոր պատվիրանը՝ լսիր Իսրայել, Շեմա։ Այն հրամայում է սիրել Աստծուն ամբողջ սրտով, հոգով և զորությամբ։ Գլուխ 7 Իսրայելին պատվիրվում է չխառնվել 7 քանանացի ազգերի հետ և կործանել նրանց կուռքերը։ Գլուխ 8 Զգուշացում հարստության մեջ չմոռանալ Աստծուն, ով նրանց 40 տարի կերակրեց մանանայով։ Գլուխ 9 և 10 Մովսեսը հիշեցնում է նրանց մեղքերը, հատկապես ոսկե հորթի պատմությունը, և կոչ է անում թլպատել սրտերը։ Գլուխ 11 Խոստացվում է օրհնություն հնազանդության դեպքում և անեծք անհնազանդության։ Երրորդ մաս Օրենսդրական մանրամասներ, գլուխ 12-ից մինչև 26։ Գլուխ 12 Պատվեր պաշտել Աստծուն միայն մեկ ընտրյալ վայրում։ Գլուխ 13 Զգուշացում սուտ մարգարեներից։ Գլուխ 14 Սննդի կանոնները և տասանորդի 10-րդ մասի օրենքը։ Գլուխ 15 7-րդ տարվա շաբաթական տարի մասին, երբ ներվում են պարտքերը։ Գլուխ 16 Երեք հիմնական տոների նկարագրությունը՝ զատիկ, շաբաթների տոն և տաղավարահարած տոն։ Գլուխ 17 Դատավորների և ապագա թագավորների կանոնները։ Գլուխ 18 Ղևտացիների իրավունքները և մեծ մարգարեի գալստյան խոստումը։ Գլուխ 19 3 իսկ հետո ևս 3 ապաստանի քաղաքների հիմնումը։ Գլուխ 20 Պատերազմի վարման կանոնները։ Գլուխ 21-ից մինչև 26 Բազմաթիվ օրենքներ սոցիալական արդարության, ամուսնության և ամենօրյա կյանքի վերաբերյալ։ Չորրորդ մաս Օրհնություններ և անեծքներ։ Գլուխ 27-ից մինչև 30 Գլուխ 27 Օրենքը քարերի վրա գրելու և Գեբաղ լեռան վրա անեծքներն արտասանելու հրամանը։ Գլուխ 28 Գրքի ամենաերկար գլուխներից մեկը, որտեղ թվարկվում են օրհնությունները և սոսկալի անեծքները։ Գլուխ 29 և 30 Ուխտի վերանորոգումը Մովսեսը դնում է ժողովրդի առաջ երկու ճանապարհ՝ կյանքը և մահը, և հորդորում ընտրել կյանքը։ 5-րդ մաս Մովսեսի վերջին օրերը, գլուխ 31-ից մինչև 34 Գլուխ 31 Մովսեսը 120 տարեկան է։ Նա Հեսուին նշանակում է իր հաջորդը։ Գլուխ 32 Մովսեսի երգը Աստուծո փառաբանությունը։ Գլուխ 33 Մովսեսը օրհնում է Իսրայելի 12 ցեղերին։ Գլուխ 34 Մովսեսի մահը Նափավ լեռան վրա։ Նա տեսնում է ավետյաց երկիրը և վախճանվում։ 28-րդ գլուխը ամբողջ Աստվածաշնչի ամենաազդեցիկ և ծավալուն հատվածներից մեկն է։ Այն հստակ պատկերում է Աստուծո և Իսրայելի միջև կնքված ուխտի պայմանները։ Ահա 28-րդ գլխի մանրամասն բացատրությունը բաժանված երկու հիմնական մասի։ Առաջին մաս Օրհնություններ հնազանդության համար, համար 1-ից մինչև 14 Մովսեսը խոստանում է, որ եթե ժողովուրդը սրտանց լսի Աստուծո ձայնը և կատարի պատվիրանները, ապա օրհնությունները կհասնեն նրանց կյանքի բոլոր ոլորտներում։ Անհատական և ազգային բարօրություն։ Իսրայելը կլինի բարձրագույնը երկրի բոլոր ազգերի մեջ, օրհնված կլինեն թե քաղաքում և թե դաշտում, ընտանիք և տնտեսություն։ Օրհնված կլինի որովայնի պտուղը, զավակները, երկրի բերքը և անասունների ծնունդը։ Ամենօրյա հաց։ Օրհնված կլինեն նրանց շտեմարանները և խմորի տաշտերը։ Ռազմական հաջողություն։ Թշնամիները կգան մեկ ճանապարհով, բայց կփախչեն նրանց առջևից 7 ճանապարհով։ Ֆինանսական անկախություն։ Իսրայելը փող կտա շատ ազգերի, բայց ինքը երբեք փոխառու չի լինի։ Նրանք կլինեն գլուխ և ոչ թե պոչ։ Երկրորդ մաս Անեծքներ անհնազանդության համար, համար 15-ից մինչև 68
Այս հատվածը շատ ավելի երկար է և նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որոնք կառաջանան Աստծուց հեռանալու դեպքում, անեծքները հայելային կերպով հակադրվում են օրհնություններին։ Ընդհանուր ձախողում։ Անեծք քաղաքում և դաշտում, շտեմարանների և զավակների վրա։ Առողջական խնդիրներ։ Տարբեր տեսակի հիվանդություններ, տենդ և հարվածներ, որոնք չեն բժշկվի, բնական աղետներ։ Երկինքը կդառնա բղինձ, երաշտ, իսկ երկիրը երկաթ, անձրևի փոխարեն երկրի վրա փոշի կգա, պարտություն և գերություն։ Իսրայելը կփախչի թշնամիների առաջից 7 ճանապարհով, նրանց կտանեն մի օտար երկիր, որը չեն ճանաչել ոչի իրենք, ոչ էլ իրենց հայրերը։ Հոգեգան տառապանք։ Ժողովուրդը գապրի մշտական վախի մեջ, առավոտյան կասեն երանի թե իրիկուն լիներ, իսկ իրիկունը երանի թե առավոտ լիներ։ Վերջնական կորուստ։ Ի վերջո, եթե չապաշխարեն, նրանք նորից կվերադառնան Եգիպտոս որպես ստրկության խորհրդանիշ նավերով, և այնտեղ ոչ ոք նրանց չի գնի։ Հոգևոր խորհուրդը։ Այս գլուխը ցույց է տալիս, որ Աստուծո հետ հարաբերությունները չեն կարող լինել մակերեսային, ըստ Մովսեսի հնազանդությունը ոչ թե Աստծո սերն առնելու միջոց է, այլ այն պաշտպանիչ միջավայրը, որտեղ մարդը կարող է վայելել Աստծո ներկայությունը։ Պատմականորեն, Իսրայելի հետագա ողջ պատմությունը, դատավորների, թագավորների գրքերը ընթացել է հենց այս 28-րդ գլխի սկզբունքներով։ Եթե 28-րդ գլխում Մովսեսը խոսում էր հնարավոր անեծքների և աքսորի մասին, ապա այստեղ նա ցույց է տալիս ելքը ինչպես վերադառնալ Աստծուն պատժից հետո։ Ահա 30-րդ գլխի մանրամասն վերլուծությունը։ 1. Վերադարձ և վերականգնում, համար 1-ից մինչև 10։ Մովսեսը մարգարեանում է, որ նույնիսկ եթե Իսրայելը ցրվի աշխարհի բոլոր ծագերը իր մեղքերի պատճառով, Աստված նրանց չի լքի։ Դարձար Աստված։ Եթե ժողովուրդը աքսորի մեջ, իր սրտի մեջ հետ դառնա և հնազանդվի Աստծո ձայնին, Աստված կողորմի նրանց։ Հավաքում։ Աստված նրանց հետ կբերի նույնիսկ երկնքի ամենահեռավոր ծայրերից։ Սրտի թլպատություն։ Սա կարևորագույն հոգևոր պահն է։ Աստված խոստանում է թլպատել նրանց սիրտը, որպեսզի նրանք կարողանան սիրել իրեն ոչ թե ստիպված, այլ բնական մղումով։ 2. Պատվիրանի մատչելիությունը, համար 11-ից մինչև 14։ Մովսեսը բացատրում է, որ Աստուծո կամքը հասկանալը բարդ կամ անհնարին չէ։ Այն երկնքում չէ, որ ասեն ով կբարձրանա երկինք մեզ համար։ Այն ծովի մյուս կողմում չէ։ Այդ խոսքը քեզ շատ մոտ է, քո բերանում է և քո սրտում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ և կատարել Աստուծո կամքը։ 3. Կյանքի և մահվան ընտրությունը, համար 15-ից մինչև 20։ Գլուխը հասնում է իր գագաթնակետին, երբ Մովսեսը դնում է վերջնական ընտրությունը։ 2 ճանապարհ։ Մովսեսն ասում է. «Տես, ես այսօր քո առջև դրեցի կյանքը և բարին, մահը և չարը դրի»։ Տիեզերական վկաներ։ Նա վկա է կանչում երկինքն ու երկիրը։ Հորդոր։ Մովսեսը խնդրում է ժողովրդին. «Ընտրի կյանքը»։ Կյանքը ընտրել նշանակում է սիրել Աստծուն, լսել նրա ձայնին և հարել նրան։ Հոգևոր նշանակությունը։ Այս գլուխը սովորեցնում է, որ Աստված միշտ տալիս է երկրորդ հնարավորություն։ Նույնիսկ ամենամեծ անկումից հետո հնարավոր է վերադառնալ։ Պողոս առաքյալը Նոր Կտակարանում, Հռոմեացիս 10-րդ գլխում, մեջբերում է հենց այս հատվածը, ցույց տալով, որ հավատքի խոսքը մոտ է մեզ։ 30-րդ գլխով ավարտվում է Մովսեսի հիմնական պատգամը։